Եվ այսպես, Էլինչ բացի ադրբեջանական կրակոցներից Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարող են արդարացնել։ Հարգելի հեռուստադիտողներ, հավանաբար, երբ որ 1971 թվականին շրջանառության մեջ էր դրվում victim blaming ձևակերպումը, հայերը չէին էլ կարող պատկերացնել, որ 2025 թվականին մենք հայտնվելու ենք մի իրավիճակում, երբ որ Հայաստանում լինելու է իշխանություն, որը փորձելու է գործել հենց այդ victim blaming-ի տրամաբանության շրջանակներում, այսինքն հանցագործության համար դու մեղադրում ես ոչ թե հանցագործություն կատարած սուբյեկտին, այլ զոհին։ Փորձում ես ինչ-որ հիմնավորումներ գտնել, ասել, որ դե դու ես սադրել, դու ես ինչ-որ գործողություններ արել, որոնց հետևանքով էլ ինքը քո դեմ բռնություն է կիրառել, ոչրագործություն է կիրառել։ Կրկին ասեմ, սա 71 թվականին այս ձևակերպումը, այսպես ասած, ուժի մեջ մտել, վստահաբար կան նաև հայեր, որոնք այդ ժամանակաշրջանը տեսել են, որոնք այս ամեն ինչը հիշում են, այդ ձևակերպումներին ծանոթ են, բարդ է պատկերացնել իսկապես մի իրավիճակ, երբ որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության իշխանությունները հենց այս տրամաբանությամբ են գործելու, ինչի մասին է խոսքը։ Հարգելի հեռուստադիտողներ, երեք ինչպես եւ վերջին տասնամյակներում մենք տեսնում ենք, որ դաշնակցությունը կազմակերպում է ջահերով երթ։ Այս անգամ ինչպես եւ նախորդ տարիներին բավականին բազմամարդ երթ էր։ Եվ ամենակարևոր դրվագներից մեկը այդ երթի դա Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրելներ, վառելներ։ Արձանագրեմ նաեւ հետեւյալը՝ միջև այդ երթը, միջև Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները վառվեցին, հասարակական շրջանակներում քննարկումներ կար, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշի հետ անհրաժեշտ է վառել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրոշը եւ իրենց գնահատականներով դրոշի այրումից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի իմ խորին համոզմամբ մոտեցրել են այն պահը, որ հենց իրենց դրոշն են ինչ որ մի ժամանակ Հանրապետության հրապարակում այդ նույն երթի ժամանակ կայրեն։ Ինչի մասին է խոսքը, հարգելի հեռուստադիտողներ, հենց այն պահից ի վեր, երբ որ դրոշները այրվեցին, միացավ իշխանական քարոզչամեքենան եւ իրենք սկսեցին խոսել ոչ միայն նրա մասին, որ դաշնակցությունը, երիտասարդները, երթի մասնակիցները սադրում են Ադրբեջանին, այլ նաեւ ինչ տեղի ունեցավ։ Ինչպես ապրիլի 21-ին, այնպես էլ ապրիլի 23-ին ադրբեջանական զինուժը կրակեց հայկական բնակավայրերի ուղղությամբ, ավելի կոնկրետ Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի բնակելի տների ուղղությամբ։ Եվ իշխանական քարոզչամեքենան իրենց տելեգրամյան ալիքներից միջև օլիգարխների հետ շահկապված լրատվամիջոցներ, կայքեր սկսեցին հետևյալ թեզը առաջ քաշել. այդ տեղի ունեցավ երթը, այրեցին Թուրքիա եւ Ադրբեջանի դրոշը, դրանի պատասխան Ադրբեջանը որոշում կայացրեց կրակել հայկական դիրքերի ուղղությամբ, բայց սա բավարար չէր, մենք նաև առավոտյան ինչի ականատեսը դառնանք։ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը Նազելի Բաղդասարյանն, իսկ Նիկոլ Փաշինյանը դա այն մարդ է, ում թիմում կա, ում կառավարության կազմում կա, օրինակ Արարատ Միրզոյան, մարտով 2000-ականներին, 2010-ականներին, երբ որ նա եւ Նիկոլ Փաշինյանը անդիմություն էին աշխատում հայտնի շրջանակների մոտ, իրենք Ռուսաստանի դեսպանատան դիմաց ակցիա էին իրականացնում եւ փորձում էին ի թիվս այլնի նաեւ այրել Ռուսաստանի Դաշնության դրոշը։ Հիմա Արարատ Միրզոյանը ներգրաված է Փաշինյանի կառավարության մեջ, սա արձանագրենք։ Հիմա Նազելի Բաղդասարյանը հայտարարություն է տարածում, պարզ է, որ Նազելի Բաղդասարյանի միջոցով խոսում է Նիկոլ Փաշինյանը, նա ասում է հետևյալը, որ Փաշինյանը խստիվ դատապարտում է Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների այրելը, նա նաև նշում է հետևյալը, որ հարևան պետությունների նկատմամբ չի կարելի այս տեսակ գործողություններ անել։ Կրկին ասենք, հա, փաստացի մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ որ իշխանությունները փորձում են համոզել, որ Հայաստանի հետ կապված բոլոր խնդիրները պայմանավորված են ոչ թե մեր հարևանների Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիվ նպատակներով, ագրեսիվ պլաններով, այլ նրանով, թե մենք ինչ ենք անում կամ նրանով, որ ընդհանրապես մենք հայ ենք։ Տեսեք, այստեղ է որ իսկապես լեգիտիմ հարց է առաջ գալիս։ Լավ, իսկ կա ինչ-որ մի եզր, որից անդին իշխանությունները պատրաստ չեն արդարացնել Ադրբեջանին եւ Թուրքիային։ Պատկերացնենք մի իրավիճակ, իհարկե Աստված մի արածը, բայց ռազմական առումով անեքսիա են իրականացնում Բաքուն եւ Անկարան եւ գրավում են Սյունիքը։ Հիմա ինչ դա են արդարացնելու։ Ասել են դե քանի որ Ադրբեջանը եւ Թուրքիան մտավախություն ունեին, որ Սյունիքով հայերը կարող են շարժվել եւ կրկին ազատագրել Արցախը, դրա համար իրենք օկուպացիայի ենթարկեցին Սյունիք, այսինքն մենք ինչ միջև
որ կետն ենք հասնելու։ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենք նաեւ պլաններ ունեն հայկական Սևանի հետ կապված։ Հիմա ինչ է Սևանը եւս անեքսիա ենթարկեն բացատրելու են դա նրանով, որ դե հայերը չէին տալիս Ադրբեջանին օգտվել Սևանի ջրային պաշարներից, դրա համար էլ անեքսիա իրականացվեց։ Տեսեք, իրավիճակը այնքան անտրամաբանական է, այնքան անընդունելի է իր համայնապատկերում, որ նույնիսկ եվրոպական մամուլը, որը հատկապես ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո մաստեր կլասներ է ցույց տալիս, թե ինչպես է կարելի աշխատել երկակի որոշ դեպքերում քառակի հնգակի ստանդարտներով, նույնիսկ եվրոպական մամուլն է իր համար արձանագրում հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները պաշտոնական Երևանի դիրքորոշումների պատճառով խուսափում են մասնակցել արտերկրում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված որևիցե մի միջոցառումից, կրկին ասենք, աշխարհի համարել է անհասկանալի, անտրամաբանալի այն ամենը, ինչը տեղի ունենում Հայաստանում։ Հերթական անգամ արձանագրենք նաև ամփոփելով մեր այսօրվա զրույցը, մենք իսկապես Հայաստանում գործ ունենք քաղաքական փոքրամասնության իշխանության հետ, բայց սա պարզապես չպետք է մնա լոկ քաղաքական արձանագրում, քաղաքագիտական արձանագրում, անհրաժեշտ են հստակ քայլեր ամրագրելու այդ իրողությունները։ Այդ հստակ քայլերից է նաև երեկվա ջահերով երթը։ Ջահերով երթը ցույց տվեց ի թիվս այլնի նաև հետևյալը, որ ոչ միայն մենք հիշում ենք մեր զոհերին, ոչ միայն չենք հրաժարվում պայքարել հանուն իրենց հիշատակի, այլ նաև շատ պարզ բան, որ կան մի շարք երևույթներ, որոնք մեր հայկական ինքնության հիմքն են Արարատից, մեր Ավետյաց լեռից, մինչև ցեղասպանություն։ Իշխանությունները իհարկե փորձում են ցեղասպանության եղելությունը ներկայացնել որպես մեն բացասական, որպես ինչ-որ մի երևույթ, բայց արձանագրենք հետևյալը, որ անկախ նրանից դու Երևանի հայ ես, Ստեփանակերտի հայ ես, Սիդնեյի հայ ես, Մոսկվայի, Փարիզի, Լոս Անջելեսին, կա որոշակի կետեր, որոնք մեզ միավորում են։ Դա ցեղասպանության հարցն է, դա քրիստոնեությունն է, եւ դա Արցախի հարցն է։ Եվ երեկվա երթը հստակ ցույց տվեց, որ հասարակության լայն շերտերի համար անընդունելի է այս փոքրամասնության իշխանության գաղափարական առումով, արժեքային առումով իրենց քաղաքականությունը եւ ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ քաղաքացիները պատրաստ են իրենց հնարավորությունների սահմանում ցույց տալ, որ այդ ամենը իրենց համար անընդունելի է եւ իրենք պատրաստ են պայքարել հայկական ինքնությունը պահպանելու համար։ Մտածեք այդ մասին։